քանի Հայաստան պետությունը կա, Գագիկ Ծառուկյանից տները սկսել ենք արդեն վերադարձնել ժողովրդին։ Դատախազությունը հասել է կալանավորված Գագիկ Ծառուկյանի առինջի դղյակին, որտեղ ապրում է գործարարի ընտանիքը։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել դատախազության հայցը, որ պահանջում է անվավեր ճանաչել առինջի առանձնատան հողատարածքի աճուրդը, որ 23 տարի առաջ է կայացել։ Մեկ այլ հայցով էլ դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյաններին պատկանող առինջի մոլի հողատարածքի աճուրդը։ Դա էլ 11 տարի առաջ է եղել։ Ընդդիմադիր Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդին առանձնատնից ու ունեցվածքից զրկելու մասին վարչապետը սպառնում էր 2.5 ամիս առաջ նախընտրական պայքարի օրերին։ Եվ ես ձեզ ասում եմ, մինչև 2031 թիվը Գագիկ Ծառուկյանին Սարի գլխին սարքած տունը պետքա ծերերի խնամքի կենտրոն դառնա։ Անցած տարի դատախազությունը առնջի առանձնատան միջին շուկայական արժեքը շուրջ 1.8 միլիարդ դրամ էր գնահատել։ Այս պահի փոխարժեքով մոտ 5 միլիոն դոլար։ Բոլորը արդեն հոգնել են ամեն ինչից։ Կլելու են, վերցնելու են։ Գագիկ Ծառուկյանի գույքի օրինականությունը Փաշինյանի կառավարության օրոք ուսումնասիրում են դեռ 2023-ից։ Դատախազությունը պահանջում է Ծառուկյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 միլիարդ 400 միլիոն դրամ ու էլի գույք, միլիոններ, ընկերությունների բաժնեմասեր։ Այս գործով վերջին նիստը ապրիլին է եղել։ Դատարանի վերջնական որոշում դեռ չկա։ Ընդդիմադիր ուժի առաջնորդը, որ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, դեռ նախընտրական փուլում է արձագանքել Փաշինյանի սպառնալիքներին։ Ես պատրաստ եմ ունեցվածքներ կորցնեմ, բայց իմ հայրենիքի իմ ժողովրդին ես չեմ փոխի։ Ասել եմ, մինչև վերջել գնալու եմ։ Նիկոլ Փաշինյանն իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոստանում էր Ծառուկյանից վերցնել նաև Արարատ ցեմենտ գործարանը։ Գործարարին կալանավորելուց հետո այս ու մյուս կոնյակի գործանում կառավարությունը կառավարիչներ է նշանակել։ Մուլտիվելնես սպորտային համալիրն էլ անցել է քաղաքապետարանի կառավարմանը։ Օլիմպիական սպորտային համալիրի դռները դեռ կապարակնքված են։ Ոչ մի իրավական process չկա, կա ընդամենը մեկ մարդու կամքով գործողություններ, որոնք լիովին տեղավորվում են քաղաքական հետապնդման տրամաբանության մեջ։ Մինչ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե ապօրինի կուտակած ունեցվածքն է վերադարձնում պետությանը, Գագիկ Ծառուկյանի թիմակիցները սա քաղաքական հետապնդում են համարում։ Նախկին պատգամավոր Արման Աբովյանը շեշտում է Նիկոլ Փաշինյանի նախընտրական հրապարակային սպառնալիքներն ու դրան հաջորդած քրեական գործողություններն են փաստում։ Սա քաղաքական հաշվեհարդար է ու ըստ նրա խլում են քաղաքական հակառակորդի գույքը։ Այո, խլում են, բայց ո՞նց է լինում, պոզով պոչով լինում խլելը։ Ինձ համար շատ դժվար է քննարկել եւ ինձ համար շատ դժվար է հասկանալ մի գործընթաց, որը այնքան լկտի է իր էությամբ, հասկանում եք, որ նույնիսկ գնահատական տալ չի ստացվում, որովհետև նվազագույնը հայկական ավանդույթում ամենակողմերը վաղեմի թշնամու ընտանիքին եւ տանը չեն կպնում։ Որ հաշվեհարդար է ու ոչ թե իրավական գործընթաց, երևաց նաև 70-ամյա Ծառուկյանին ձերբակալելու օրը, երբ նա ընդառաջ էր գնում իր տուն մտած իրավապահներին, բայց ձերբակալեցին ուժով գետնին տապալելով, պնդում է ԲՀԿ-ական Աբովյանը։ Գույքի ծագման օրինականությունն էլ կարող էին քննել առանց կալանավորելու, ինչպես քննում էին դրանից առաջ, ասում է Աբովյանը։ Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամ ասել է, եկեք քննեք։ Անազատության մեջ պահելը սա դասական կտանքների կամ դասական ճշմարտ ձևաչափն է։ Եթե իրավական գործընթացը լիներ եւ մեղավորություն լիներ Ծառուկյանի, ապա ավելի կան համոզված եմ շատ շուտվանից ինչ-որ գործեր կհարուցվեն, բան կարվի։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը կալանավորվեց հուլիսի 7-ին ընտրություններից ուղիղ մեկ ամիս անց։ Նրա առաջնորդած կուսակցությունը երկու ընտրատեղամասում քվեարկության արդյունքները չեղարկելու հետևանքով մի քանի տասնյակ ձայնով դուրս մնաց խորհրդարանից։ Փաստաբանները պնդում են, որ Ծառուկյանն ազատությունից զրկվել է ապօրինի, քաղաքական դրդապատճառով ու արդեն դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Գործարարը մեղադրվում է իրանցի գործարարներից 21 միլիոն դոլարի գույք հափշտակելու եւ փողերի լվացման համար։ Իսկ թե առնջի տան գործով ինչ քայլեր են անելու, փաստաբաններին այսօր լսել չհաջողվեց։ Այս գործով նրանք դեռ որևէ հայտարարություն չեն արել։